Սա այն հաշվեհամարն է, որը բացվել էր փոքրիկ Սերյոժայի անունով, սակայն գումարն երեխայի համար ծախսելու հնարավորություն այդպես էլ չեղավ։ 6 ամսական Սերյոժան մահացավ հաշվեհամարի բացման պահից ժամեր անց։ Հիմա այս հաշվին գումար փոխանցել հնարավոր չէ։ Գործընթացը կասեցված է, մինչ այդ կուտակված գումարի ճակատագիրն էլ հստակեցված։ Առաջարկ եղավ այդ գումարը, որը տրվել էր հաշվին, օգտագործել հետագայում գերեզմանը պատրաստելու համար։ Ասվածը թերևս ամենափոքր հարցն է, որը ժամանակի ընթացքում կլուծվի։ Իսկ թե ժամանակն ինչքանով օգտակար կլինի ողբերգական պատմության բացահայտման համար, անգամ ենթադրելի չէ։ Ինչուների անվերջ շարան յուրաքանչյուր աննշան բացահայտման դեպքում առաջ եկող նոր հարցեր ու հարցականներ։ Մինչ օրս պաշտոնապես այդպես էլ չի նշվում, թե Վալերի Պերմյակովը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի որ զորամասից է փախուստի մեջ։ Հիմնական տարբերակը, որ շրջանառվում է, այս զորամասն է, որը գտնվում է բուլվարային թաղամասում, մոտավորապես 3-4 կիլոմետր հեռավորության վրա Ավետիսյանների տնից։ Քաղաքում շրջելու նպատակով դասալիքը սեփական զենքով եւ փամփուշտներով հասել է Թուրքի Մայլա կոչվող թաղամաս, բայց ինչպես է ստացվում, որ նրան ոչ ոք չի տեսել կամ որևէ ձայն չի լսել։ Մեկ ամիս Գյումրիում գտնվող զինծառայողը հնարավոր է, որ քաղաքը մանրազնին ուսումնասիրած լիներ, սակայն ծառայության մեջ գտնվող զինվորը հազիվ թե ազատ ժամանակ ունենար դրանով զբաղվելու համար։ Արևմտյան մասում այս 5 զորամասերն են, որոնք դասավորված են։ Ես այստեղ երկուսն եմ նշել։ Սա հենց կենտրոնակայանն է, մանկական երկաթուղու թիկունքը, սև ղուլը այստեղ է, կարմիրը այստեղ է։ Սա ուրեմն կրեպստն է։ Իսկ սա պոլիգոնների զորամասն է, 8-րդ զինվորական ավանը այս հատվածում է։ Սևերսկին այստեղ է ընկնում։ Հիմա կամ ստեղից է փախել, կամ այս հատվածից, կամ ստեղից, տարբերությունը 2 կիլոմետր է։ Կասկածներն են մեծ նաև, թե գիշերը ինչպես ճանաչեցիք այդ մարդուն, որ հատկապես դա ինքն էր։ Ասում եմ, որ հենց այս կետի այս հատվածում են բռնել։ Այս կետից, բերանից մի 15-20 մետր այս կողմ։ Լևոն Բարսեղյանը որոշակի ուսումնասիրություն է արել։ Արձանագրում է հայ-թուրքական սահմանի մոտ այն վայրում, որտեղ հնարավոր է բռնել են Վալերի Պերմյակովին, փշալարի մի փոքր հատված վնասված է եղել։ Ասացին, որ փորձել է փշալարեր կտրել, տագնապ է աշխատել, եկել են սահմանապահները բռնել են։ Հազիվ թե նորակոչիկը սեփական ուժերով կարողանար կողմնորոշվել տեղանքում եւ հասնել սահմանին։ Սա այն հարցերից է, որն իր հետ նոր վարկած է առաջ քաշում։ Վարկած այն հարյուրավորներից, որոնք շրջանառվում են ամեն օր եւ ամենուր։ Նազիլ Էլբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։